ավերակ անվանել բանակը, որը եղել է մարտոնակ, որը անսասան է պահել Հայաստանի եւ Ղարաբաղի Արցախի սահմանները, ավիրել այդ բանակը, հրահրել պատերազմ, տալ 5000 կորուս, 12000 վիրավոր եւ հետո ասել, որ ավերակ է դա, այս մարդը ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ միգուցե հիշողություն ունի։ Ստի հիշողությունը կարճ է։ Սուտասան մարդը պետք է միշտ հիշի, թե որտեղ ինչ սուտ է ասել։ Իսկ սա չափազանց դժվար է։ Հիմա որ իրեն ասեմ, բա սենց ես ասել սեպտեմբերի 21-ին ասելով, իրոք, սենց բան է եղել։ Հաստատ համոզված է։ Սա տեսակ է։ Սա տեսակ է, որը վայել չի հայ ժողովրդին, որը վտանգավոր է հայ ժողովրդի համար։ Երևի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեր ժողովուրդը ունեցել է երկու արհավիրք, ձեռաստեղծ արհավիրք, ոչ թե բնական արհավիրք։ Սա 44 օրյա պատերազմն է եւ Արցախի հանձնումը։ Եվ ով է այդ արհավիրքների հեղինակը։ 18 մինչև 20 թվականը հրահրեց պատերազմ, արեց ամեն ինչ բանակցային գործընթացը խաթարելու համար։ Հիշեցնեմ ինչ էր ասում էր սկսում եմ իմ զորայական կետից եւ միջնորդների 25-26 տարվա աշխատանքը զրոյացրեց։ Հնարավորություն ստեղծեց, շանս տվեց Ալիևին պատերազմ պլանավորելու համար։ Փչացրեց հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ։ Պարակտում մտցրեց ներսում, Հայաստանում, բաժանեց սևերի, սպիտակների, հների, նորերի, ինչ ասես չարեց երկիրը թուլացնելու համար։ Վերջը ստացանք պատերազմ եւ պարտություն։ Հիմա այսօր ինչ է ասում։ Ասում է բանակը սկսել եմ ստեղծել զորոյից։ Ոչինչ բան ձեզ չի հիշացնում սա։ Զորոյական կետից սկսեց իր բանակցությունները, բերեց պատերազմ։ Հիմա ասում է զորոյից սկսել եմ բանակ կառուցել, ինչ որ եղել է ավերակ է եղել։ Հաջորդ թիրախը Սյունիքն է լինելու, սիրելի ժողովուրդ։ Մենք պետք է այս ընթացքը կաղնեցնենք։ Եթե չկաղնեցնենք, եւս մի խնդիր է, այս մարդը չի կարող հանգիստ ապրել։ Այս մարդը եթե երկու օգու տեսնում է իրար հետ բարի համբույր խոսում են, պիտի արանք ընկնի, հարաբերությունները փչացնի։ Եթե տեսնում է երկու երկիր իրար հետ լավ են, պիտի արանք ընկի, անպայման եւս հարաբերությունները լարի։ Սա այլ կերպ ապրել չի կարող։ Ուրեմն ինչ պիտի մենք անենք։ Հեռացնել այդ մարդով, զենց խզակոթից Ղարաբաղի բարբառով ասեն, դուք էլ եք դա օգտագործում, խզակոթից բռնել եւ դուրս շպրտել։ Այդ մեթոդը, որը ես ասացի, դրա քաղաքական ձևը գալ ընտրատեղամաս եւ ձայն տալ համար 17-ին։ Վստահ եղեք, այդ ինչ որ ասացի անողենք, բայց այդ մանդատը պետք է ստանանք ձեզանից ժողովուրդ ջան, դուք պետք է մեզ լիազորեք։ Մնացածը թողեք մեր վրա, մենք խոսքի տեր ենք, մենք մի թիմ ենք, որը գիտի ինչ է ուզում, ոնց է անելու, ուր է հասնալու։ Վստահ եղեք, համաձայն եք։ Ուրեմն ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ։ Հունիսի 7 համար 17 միասին բոլորս հունիսի 7 համար 17 հունիսի 7 համար 17 եւ ով քվեարկում է Փաշինյանին, քվեարկում է Ալիևին։ Այսա պետք է սենց բետոնի պես
մեղվի ամեն տեղ։ Շնորհակալություն ձեզ, հաջողություն բոլորիդ։ Շնորհակալություն։ Լավ մնաս։